Իշխանությունը վաղը զորահանդես է կազմակերպելու։ Չնայած նույնիսկ իրենք այլևս չեն համարձակվում դա զորահանդես անվանել։ Փաշինյանն ինքն է արդարացել ասելով, թե սա ավելի շատ հաշվետվություն է ժողովրդի առաջ, քան պառատ։ Այսինքն նույնիսկ այստեղ վախեցան։ Վախեցան Ալիևի արձագանքից, վախեցան ուժ ցույց տալու գաղափարից, վախեցան զորահանդես բառից։ Հիշեցնեմ ձեզ, որ սա նույն իշխանություններն են, որը հանձնեցին Արցախը, այնտեղ թողնելով հսկայական քանակի հայկական զենք ու տեխնիկա։ Տարիներով մեր ժողովրդի վճարած հարկերով ձևավորված զինանոցը մնաց թշնամուն։ Հիմա էլ նոր զենքեր են գնում մեր բյուջեով ու փորձում դա ներկայացնել որպես սեփական ձեռքբերում։ Հերթական քաղաքական շոուն սարքելով ժողովրդի հաշվին եւ աղերսելով քվեարկել իրենց օգտին։ Մի բան էլ հիշացնեմ, մենք Իսկանդեր ունեինք, ինչու 44-օրյա պատերազմի ժամանակ չկիրառվեց այն, այնպես ինչպես պետք էր։ Թե հիմա էլ մի օր պիտի պարզվի, որ այս ցուցադրվող զինատեսակները 10%-ով են տրակում, ինչպես ժամանակին ինքներդ եք արդանում։ Կամ գուցե նորից պատմեք, որ մարտագլխիկներ չկային, ինչպես Սու-30-ների դեպքում, որոնք գնվեցին պատերազմից առաջ դրոնների փոխարեն, առանց անհրաժեշտ սպառազինության ու փաստացի անօգուտ մնացին։ Բայց ամենամեծ խնդիրը նույնիսկ տեխնիկան չէ։ Զենքը ինքն իրեն պատերազմ չի հաղթում։ Պետք է կամք, պատրաստվածություն ու ուժեղ ռազմական ղեկավարություն։ Իսկ այսօր բանակը ղեկավարում են մարդիկ, որոնց խոսքերն ու իրականությունը իրար հետ կապ չունեն։ Գործող գենշտաբի պետը խոստանում էր, թե թշնամուն ջերմուկի մատույցներից մի քանի օրում դուրս են շպրտելու, սովի մատնելով։ Բայց տարիներ անց թշնամին դեռ այնտեղ է։ Այդպիսի հայտարարություններով բանակ չեն կառուցում, այլ պարզապես հերթական անգամ խաբում են ժողովրդին։ Հայաստանին ցուցադրական շքերթներ պետք չեն։ Հայաստանին պետք են զորավարժություններ, մարտունակ բանակ, ուժեղ ու պատասխանատու գեներալիտետ, պատրաստված զինվորներ ու հրամանատարներ, որպեսզի շքերթում ցուցադրվող զենքերը պատերազմի պահին ոչ թե դեկորացիա լինեն, այլ իրական պաշտպանություն Հայաստանի համար։ Բայց քանի ձեր դավաճանական խմբակը իշխանության է, այլ ոչ թե բանտում, դա դեռևս տեղի չի ունենա։ Հնարավոր չէ պարտված կապիտուլյանտ ղեկավարի հետ պատերազմ գնալ ու հաղթել։